Ողջույն ընկերներ, շարունակում ենք խնդիրների դիտարկումը Python-ի while loop-երի նվիրված այս խնդիրը հետևյալն է, գրել ծրագիր, որ մուտքում ստանում է n թիվ եւ էկրանին տպում է n չափի շախմատի տախտակ։ Սև վանդակի փոխարեն օգտագործում ենք վանդականի սիմվոլ, իսկ սպիտակ վանդակի փոխարեն օգտագործում ենք մեկ այլ սիմվոլ։ Սև եւ սպիտակ վանդակները հարկավոր են առանձնացվել բաց հատով, n-ի փոխարեն սահմանափակվել 10 արժեքով, բայց սա էլի էական չի։ Եթե այս վերևի պատկերը տեսնեք, տեսեք սա անցած խնդրի համար էր, ուրեմն շախմատի տախտակ պետք է ստանանք։ Այսինքն մի հատ վանդականիշ, մի հատ շնիկ սիմվոլ, մի հատ վանդականիշ, մի հատ շնիկ, ստեղ արդեն շնիկ, վանդականիշ եւ այլն։ Այս խնդրի լուծման համար ձեզ պետք է իմանալ հետևյալ հետաքրքիր փաստը, եթե դուք մի փոքր ուշադիր դիտարկեք շախմատի տախտակը, ես այն կբացատրեմ սրա վրա։ Ուրեմն տեսեք, երբ զույգ ինդեքսներ համընկնում են կամ կենտ ինդեքսները համընկնում են, ապա այդ վանդակի գույնը նույնն է լինում, իսկ եթե տարբեր են լինում, հա, այսինքն եթե սա վերևից համարակարգ, ներքևից համարակարգ 1-ից մինչև 8, ոնց որ շախմատում է նշված, այստեղ 1-ից մինչև 8, նու շախմատում տառեր եւ թվեր են, ես երկու կողմն թվերով եմ համարակարգում, վերև 1-ից մինչև 8, վերևից ներքև 1-ից մինչև 8։ Ու եթե կենտերը համընկնում են կամ երկուսն էլ լինում են զույգ, ապա համընկնում, այսինքն նույն գույնի է լինում։ Իսկ եթե տարբեր բան է լինում, ապա ստացվելու է տարբեր։ Հիմա այդ ամեն ինչը մենք կիրառենք մեր խնդրի լուծման մեջ։ Գրել ենք երկու հատ ցիկլ, նախ այդ n-ը հայտարարենք, n-ը հավասար է int input, ծրագրի աշխատանքի ընթացքում որոշում է int հավասար է 0։ Ուրեմն while, քանի դեռ in փոքր է n, պետք է կատարի ինչ-որ գործողություն, մասնավորապես պետք է տպի տողի պարունակություն։ Լավ, եկեք սա տողի համար վերցնենք։ Ուրեմն պետք է ստուգում կատարի, եթե, նու չէ, մի հատ էլ j եկեք հայտարարենք, j-ն հավասար է 0, while j-ն փոքր է էլի n։ Եկեք տեսնենք print բան գրեմ, վանդականիշ գրեմ, հեսա կտեսնենք, բայց այս ուղղակի պայմանական եմ վերցնում, հա։ Այստեղ սև փոխանցեմ, end փոխանցեմ իրեն, այսպես, և իրա մեջ գրեմ, որ j-ն պլյուս հավասար է 1, սայից բացի գրեմ in պլյուս հավասար է 1, շատ լավ, ուրեմն այս in պլյուս հավասար է 1-ը այս while-ի համար է, j-ն պլյուս հավասար է 1-ը այս while-ի համար է, հիմա եթե սա աշխատացնեմ, ներմուծեցի 6, 6-ը 6-ի վրա, հա, print-ը մոռացել եմ այստեղ, այս loop-ը, որ վերջանում է, սա մի տողի պարունակությունն է, այդ մի տողի պարունակություն տպելուց հետո ցանկալի է, որ ինքը բան անի։ Նա դեռ հաջորդ ուրիշ տող տպի, ազատ դատարկ տող տպի, այսպես print։ Հիմա նույնիսկ 6, 6-ը 6-ի վրա արտացեց։ Հիմա ես պետքա ոչ թե վանդականիշներ մենակ տպեմ, պետքա տպեմ վանդականիշ շնիկ։ Ես պետքա դրա համար տողում ինչ որ տար տպելուց առաջ կատարեմ ստուգում։ Եթե in ուժին կամ զույգ են կամ կենտ են։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Հիշենք հետևը, եթե զույգ թվեր գումարում ես իրար, զույգ է ստանում, եթե կենտ թվեր գումարում ես իրար, էլի զույգ է ստանում։ Օգտվելու եմ այդ փաստից, եթե i գումարած j, այս գումարը տոկոս 2 հավասար է 0, այստեղ փակիցը չմոռանամ, հավասար է 0, ապա այդ դեպքում թող արտացի էկրանին կամ վանդականիշ կամ սիմվոլ, ինչ ցանկանաք, print անի, այստեղ ընտրենք վանդականիշ ու սև, end կներեք, ուղղակի որ մի տողի վրա անդադ սենց end-ի սև եմ օգտագործում, հակառակ դեպքում else, print անի, շնիկ, տեսեք, ես մի հատանոց երկաթանոց չակերտն եմ օգտագործում, որտև այստեղ իրական տարբերություն չկա, այնպես որ իմացեք, թե մի հատանոց թե երկաթանոց լրիվ օքեյ է։ Հիմա աշխատացնեմ 6 եւ ահա տեսեք շախմատի տախտակ ստացա։ Այն տեղերը, որտեղ ինդեքսները կամ երկուսն են կենտ են կամ երկուսն են զույգ են, կտպի վանդականիշ, տեսեք, 1 սրա համարը, այս բջջի համար ինքը գտնում է երկրորդ տողում, գտնում է 4 ցյան վրա։ Եվ այսպես, իսկ սրանք որ կամ զույգ կենտ կամ կենտ զույգ է, զույգ կենտ կամ կենտ զույգ, այսինքն մեկը զույգ է, մյուսը կենտ է։ Այդ դեպքում է արտացելու է շնիկ նշանը։
Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, այստեղ պետք է ուշադրություն դարձնենք հետևյալ բաղադրիչի վրա, որ զույգ ինդեքսների դեպքում կամ երբ երկուսն զույգի կամ երկուսն երբ կենտ են, ապա մի այլ գույնի է լինում եւ տարբերն մեկ այլ գույնի է լինում եւ այդ ամեն ինչը, որ ես հատիկ չտուգի ասեի, եւ ին զույգա ժին զույգա կամ ին կենտա ժին կենտա եւերով չշահկապեի։ Ես օգտվեցի այն փաստից, որ զույգերի գումարը կենտերի եւ կենտերի գումարը միշտ զույգ է տալիս։ Երկու կենտ, երկու զույգ որ գումարենք, միշտ զույգ ենք ստանում։ Այդ փաստը այստեղ կիրառելով խնդիրս լուծվեց։ Վերջ ընկերներ, այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։